Ինչպես մենք ձեզ զգուշացնում ենք, զիջելու են եւս 3 անկլավ Թավուշում եւ Տիգրանաշենը, որից հետո Սյունիքը կտրվելու է Հայաստանից եւ կամաց-կամաց մարսվելու է։ Դա անակնկալ չէր։ Ես ինչպես ասացի, սրանք կամաց-կամաց են խափում, միանգամից չեն խափում։ Ճշմարտության փոքրիկ մասն են ասում, հետո սկսում են հերկել, ասում են տենց բան չկա, հետո սկսում են կամաց-կամաց մեզ սովորացնել։ Հենց տենց հանձնեցին Ղարաբաղը, տենց հանձնեցին Մեղրին եւ Զանգեզուրի միջանցքը, հիմա էլ հանձնում են եւս 4 անկլավ, բայց կա մի ուրիշ հարց։ Այս մարդիկ, ինչպես տեսնում եք, բոլոր հարցերով զիջում են։ Ինչ որ իրանց պահանջում են, այն էլ հանձնում են։ Ինչ ասում են, հանձնում են միանգամից։ Անգամ հարցակում են մեր եկեղեցու վրա, ցեղասպանություն, Արարատ, արդեն 1000 անգամ ասել ենք, ամեն ինչ զիջել են, մի ամբողջ ցուցակ կա, որ զիջել են։ Հիմա մի ուրիշ հարց։ Մեր հարևան պետության ղեկավարը անվանում է մեր գերիներին տերորիստներ, որ նրանք ահաբեկիչ են, մասնակցել են ահաբեկչական գործողություններին։ Հարց. մեր դեսպանը, որը կտոր ամեն ինչ հանձնում է եւ ամեն ինչ զիջում է։ Այդ 300,000 ադրբեջանցին որ գան, Ալիևը տեսնի, որ սա ընտրվել է, Աստված չտա սա նորից ընտրվի, նա հասկանա, որ ինչ կուզի կանի Հայաստանի հետ, որտեղ այս մարդը իր ցանկացած պահանջը կատարում է։ Եթե Ալիևի համար Ղարաբաղի ղեկավարությունը տերորիստներ են, ահաբեկիչներ են, որոնք մասնակցել են ահաբեկչական գործողություններին։ Եթե նա ընդունում է, այս մեկը ընդունում է, որ այս խայտարակ հայտարարություն արեց, որ Ղարաբաղը երբեք մերը չէր, Արցախը երբեք մերը չէր, այնտեղ հայր չէր ապրում։ Այսինքն աչքերի առաջ ինչ որ մենք 30 տարի տեսել ենք, մենք պետք է մոռանանք, չէր եղել տենց բան, նա մեզ համոզում է, որ չենք տեսել դա։ Լավ, էդ էլ թողնենք մի կողմ։ Նա բոլոր պահանջները կատարելու է, եւ այս մարդը ասում է դուք տերորիստ եք, մտել եք մեր տարածք։ Հիմա 92 թվականից մինչև 20 թվականի պատերազմը, դա 28 տարի է։ Քանի զինվոր է ծառայել Ղարաբաղում Հայաստանից։ Քանի սպա, քանի քաղաքական գործիչ է գնացել այնտեղ։ Քանի դերասան, նկարիչ, սփյուռքահայ, քանի մարդ է գնացել Ղարաբաղ, Արցախ, քանի մարդ։ Եթե մենակ զինվորներին նայենք, ես նայեցի արհեստական բանականություն, նայեցի տարբեր աղբյուրներ, մի քիչ նայեցի թեթև, տարբեր թվեր են տալիս։ Ասենք ադրբեջանական աղբյուրները, որոնք կարող են իհարկե կողմնակալ լինել, ասում են մոտ 7000 մարդ Հայաստանից ամեն տարի ուղարկվել է Ղարաբաղ։ Չգիտեմ դա ճիշտ է թե ոչ, երևի տվյալները կան, երևի չեն հրապարակվում, երևի պատճառներ կան, ասենք մի քանի հազար մարդ, 28 տարի, ասենք 5000 մարդ, ասենք 2000 մարդ, դա բազմապատկեք 28 տարվան, դառնում են տասնյակ հազարավոր զինվորներ, տասնյակ հազարավոր զինվորներ, տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ, որոնք եղել են հիմա պարզվում է Ադրբեջանի տարածքում, որտեղ հայ չկար, Ղարաբաղ չկար, համոզեցին։ Ինչն է ձեզ ապահովում, ինչ երաշխիք մենք ունենք, որ այս մարդը չի սկսի այդ մարդկանց հանձնել, որտեղ խոսքը գնացել է արդեն մեր նախագաներին հանձնելու մասին, ղեկավարները նստած են Բաքվում, այս մատին չի տալի, որ այդ մարդկանց ազատի արդեն քանի տարի է անցել, ասում են մի խառնվեք, մենք ինչ-որ բան անում ենք ու ոչ մի բան չի անում, տարիներ անցնում են։ Հաջորդ քայլը ինչ է լինելու, նախագահները, մեր զինվորները, ով որ ծառայել է Ղարաբաղում, հիմա համարվելու է ահաբեկիչ տերորիստ, իրանց էլ կպահանջի, որ հանձնեն։ Քանի մարդա շքանշան ստացել Ղարաբաղում ծառայության համար, քանի մարդ է մասնակցել առաջի պատերազմին, քանի մարդ է այնտեղ ծառայել, երկրորդ պատերազմին, քանի մարդ է մասնակցել։ Մենք խոսում ենք տասնյակ հազարավոր զինվորների մասին, զինվորների սպաների մասին, տասնյակ հազարավոր։ Ինչ երաշխիք ունեք դուք, որ այս մարդը նրանց չի հանձնի։ Նա ամեն ինչ հանձնում է, ինչ որ իրան ասում են հանձնում է։ Ինչ երաշխիք ունեք դուք, որ եթե դուք սրան ընտրեք, մի քանի ամիս հետո ադրբեջանցիները կվերադառնան Հայաստան, հաջորդ պահանջը կլինի դուք պետք է հանձնեք բոլոր մասնակիցներին, բոլոր պատերազմի մասնակիցներին պետք է հանձնեք։ Ինչ երաշխիք ունեք դուք, որ այս մարդը կասի չէ։ Այս մարդը երբ է իրան ասել չէ։ Իրա որ պահանջը չի կատարել։ Ամեն ինչ հանձնել է, ամեն ինչ Արարատից սկսած Ղարաբաղից մինչև Մեղրի, մինչև անկլավներ, մինչև մեր պատմություն, պատմական Հայաստան, այդ ամբողջ այդ իր այդ
խոսակցությունները, ամեն ինչ հանձնել է, ինչ երաշխիք ունեք դուք, որ երբ որ Ալիևը պահանջի, որ մեր բոլոր այն զինվորները կամ ընտրովի, նա կարող է ընտրել այն զինվորները, որոնք ծառայել են Ղարաբաղում, պետք է հանձնվեն Ադրբեջանին, կամ նրանց կմեղադրեն, որ մասնակցել են, ասենք, ինչ որ հարձակումներում կամ ինչ որ կմեղադրեն, որ մասնակցել ինչ որ հարձագործություններ են գործել ադրբեջանցիների դեմ։ Դուք ինչ երաշխիք ունեք, որ նա դա չի կատարի, չի հանձնի։ Իմ կարծիքով որևէ երաշխիք չկա։ Եվ պետք է հասկանանք, եթե մենք ընտրենք այս մարդուն, այդ հարցը կարող է կանգնել։ Տասնյակ հազարավոր, ասենք 40,000, 50,000 հայ զինվոր ծառայած կլինի Ղարաբաղում։ Նա կարող է պահանջել, որ այդ մարդկանց կամաց հանձնեն, կամ նրանք ստիպվածնեն փախնել Հայաստանից։ Գործը դրան էլ կհասնի, որովհետև այս խմբի ոճը անընդհատ սուտասելն է մեզ եւ անընդհատ կատարել Ադրբեջանի պահանջները։ Իմ կարծիքով դրան էլ կհասնի։ Այսինքն, երբ որ դուք ուշաթափվում եք, գոռում եք մեռնեմ ջանին, իսկապես կարող է այդ օրը գա, որ մենք բոլորս մեռնենք, բայց չգիտեմ ում ջանին։ Մտածեք, եթե դուք այս մարդուն ընտրում եք, տասնյակ հազարավոր տղաներ Հայաստանում կարող են առերեսվել այս վտանգի հետ, որ իրենց կարող են հանձնել Ադրբեջանին։ Իսկ նա պահանջելու է դա, այս մարդը մեր հարևան պետության ղեկավարը մեծ վրեժ ունի լուծելու մեզանից։ Լավ մտածեք, ում եք սատարելու եւ ում եք ընտրելու։